Ով կարասի, քանի շերտ ունի կրուասանը։ Նայեք, կրուասանը ունենում է 27-ից 55 շերտ, 20 ավել արդեն խորհուրդ չի տրվում, դրանից հետո կարագը արդեն խմորի մեջ կլղոզվի, հաստատ լավ շերտերով կրուասան չեք կարող ունենալ։ Հիմա միասին կպատրաստենք, այս դարձումները կանենք ու կհաշվենք քանի շերտ ունի։ Ուրեմն, նախ առաջինը կտրում ենք, խմորը կարագը տեղադրում ենք խմորի մեջ։ Այսպես հնարավորինս համը չկա։ Ինչ ենք ստանում, ստացանք 3 շերտ, խմոր, կարագ, խմոր։ Սա արդեն մեր 3 շերտն է։ Օպերատոր արի։ Հիմա ունենք 3 շերտ, վերում ենք, կատարում ենք մենք double folding-ը, այստեղից հավասար ունենք։ Ուրեմն ինչ ենք ստացել, ունենք 3 շերտ, հիմա ես երկրորդն է, ստացանք 6 շերտ, ծալեցինք, սա կոչվում է double folding, ընդհանուր ստացավ 12 շերտ։ Գնացինք։ Հիմա արդեն single folding-ը, ունենք 12 շերտ, սա արդեն 12, 12, 24 շերտ և գրքի պես իրանց ասկում ենք, պակեցինք, ինչ ստացվավ 12, 12, 12, 36 շերտ, այս տեխնոլոգիա ուրեմն կրուասանը, մեկ double, մեկ single folding-ը ստացվում է 36 շերտ, սա իմ սիրած ամենահարմար տարբերակն է, կարաք մեկնաբանություններում գրեք դուք ինչ տարբերակով եք աշխատում, կատարենք փորձի փոխանակում։